Ղուկաս ավետարանիչը երկրորդ գլխից սկսած մեզ է ներկայացնում Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը պատմող շատ կարճ, բայց խորախորհուրդ մի դրվագ։ Այս հաղորդման մեջ մենք կփորձենք անդրադառնալ երկրորդ գլխի առաջին 7 համարներին, որտեղ բառացիորեն Քրիստոսի ծննդյան դրվագն է ներկայացված, եւ ապա 21-ից 24-րդ համարներին, որտեղ ներկայացվում է նորածին Տեր Հիսուս Քրիստոսի թլպատությունը եւ ապա այն պահանջները օրենքի, որ պիտի կատարվեին յուրաքանչյուր նորածնի հետ կապված։ Սրանց միջակայքում գտնվող երկրորդ գլխի 8-ից 20-րդ համարները, որոնք ներկայացնում են հովիվների այցելությունը նորածին Հիսուսին, մենք կներկայացնենք հաջորդ հաղորդմանը։ Ղուկասն իր ավետարանի երկրորդ գլխի առաջին իսկ համարից սկսած ասում է, որ այդ օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ ամբողջ երկրով մարդահամար անելու համար։ Եվ այս մարդահամարը առաջին մարդահամարն էր, որ տեղի ունենում այն ժամանակ, երբ որ ասորիքում կուսակալն էր Կյուրենիոսը։ Եվ Հովսեփն էլ Դավթի տնից ու ազգատոհմից լինելով Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ եւ գնաց դեպի Հրեաստան, Դավթի քաղաքը, որ Բեթխեհեմ էր կոչվում, իր նշանածի Մարիամի հետ մարդահամարի մեջ արձանագրվելու համար, Մարիամի հետ, որ իր նշանածն էր եւ հղի էր։ Եվ ապա ասում է, որ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդրանիկ զավակին, իր անդրանիկ որդուն, եւ նրան խանձարուրով փաթաթելով դրեց մսուրի մեջ, որովհետև Իջևանում նրանց համար տեղ չկար։ Ղուկասն իր պատմաբանի սովորության համաձայն փորձում է տարբեր փաստերով հավաստել իր կողմից ներկայացվողը։ Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը ինքը երկու պատմական անձի հիշատակմամբ է հաստատում, ծննդյան ժամանակը փորձում է կոնկրետացնել նախ այն հանգամանքով, որ այդ օրերին Օգոստոս կայսեր կողմից մարդահամար անելու հրաման կար ամբողջ երկրով մեկ։ Օգոստոսը հռոմեական կայսրության դասական իմաստով, եթե ասելու լինենք, այս կայսրության հիմնադիրն է, որովհետև իրենց առաջ անշուշտ այլ կայսրեր կային։ Օգոստոսը քրոջ թոռն է Հուլիոս կայսրի, մեկ այլ հռչակավոր կերպար, որը որ Օգոստոսին ընտրեց իրեն հաջորդ եւ իրեն կարգեց։ Օգոստոսը նույն Մարկոս, ուրեմն Անտոնիոսի եւ Մարկոս Լեպիդոսի հետ տրիումվիրատի եռապետության ղեկավարներից մեկն էր, որը կարողացավ Հուլիոս կայսրից հետո եղած բոլոր խժդժությունները, քաղաքական խառնաշփոթը, քաղաքացիական պատերազմները նույնիսկ կասեցնել, խաղաղություն բերել, խաղաղություն, որի մասին մենք հետո նորից լսելու ենք ու խոսելու ենք, հատկապես հրեշտակների կողմից, երբ որ հովիվներին պիտի ավետվի այդ խաղաղությունը։ Ուրեմն միով բանիվ հռչակավոր մեկն էր այս Օգոստոսը եւ 40 ու ավել տարիներ թագավորեց իբրև կայսր եւ ինքն էր, որ իմպերատոր կոչումը ստացավ։ Ուրեմն ինչի համար էին արվում առհասարակ մարդահամարները, հիմնական երկու պարզ պատճառով։ Նախ եւ առաջ, որովհետեւ մարդահամարների շնորհիվ կարողանում էին հստակեցնել, թե որքան զորք պիտի ունենան պարտադիր զինվորական ծառայության գնացողների թիվն էր հստակեցվում, եւ երկրորդ, որ ոչ պակաս կարեւոր էր, հարկային խնդիրեր լուծվում, որովհետեւ հստակեցնում էին, թե ովքեր էին հարկատուները եւ ինչ ունեցվածք ունեին, եւ ապա իրենցից սկսում էին հավաքել հարկերը։ Մենք գիտենք, որ հрьяաները ազատված էին զինվորական ծառայությունից, այսպես կարող ենք մտածել, որ այո, հերթական խորամանկությունն է հрьяաների, բայց խնդիրը այլ էր, հрьяաները երբևէ չէին ծառայի հեթանոսների, իրենց սպաների անգամ իրենք այդ ծառայությանը չէին գնա, եւ ոչ թե հռոմեացիները չէին կարողացել իրենց հպատակեցնել, այլ հռոմեացիները շատ լավ գիտեին, որ իրենց անհրաժեշտ չէր փոքրականակ մի ազգության ծառայությունը, որը օրհասական պահին իրենց թևուտիկունք չէր լինելու։ Դրա համար իրենց միայն մարդահամարը պետք էր հрьяաների մասով բացառապես հարկային քաղաքականություն իրականացնելու համար, հարկերը հավաքելու համար։ Նույն այս մարդահամարի մասին, երբ որ խոսում է Ղուկասը, ասում է, որ ասորիքում Կյուրենիոսն էր կուսակալը, որ վերստին Հռոմին ենթարկվող մեկն էր եւ իշխան էր կարգված, կառավարիչ էր կարգված
ասորիքում, որի մաս էր կազմում Պաղեստինը, որտեղ որ տեղի էր ունենում Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը եւ ծննդյան հետ կապված բոլոր դեպքերը։ Ուրեմն երկու այս պատմական կերպարների ներկայացմամբ Ղուկաս ավետարանիչը փորձում է հստակեցնել թվականը։ Եթե փորձենք շատ մանրամասնորեն հետևել մարդահամարների թվին, որ թվականին եղավ, ինչպես տեղի ունեցավ 14 տարին մեկ էր տեղի ունենում մարդահամարը, ապա պիտի տեսնենք, որ այս մարդահամարը, որի մասին խոսվում է Ղուկասի մոտ, որտեղ ինքը ասում է առաջին մարդահամարն էր, ինչու է ասում առաջին, որտեղ հետո Գործք առաքելոցի 5-րդ գլխում ներկայացնելու է նաև երկրորդ մարդահամարի մասին փոքրիկ տեղեկություն, որին ես հուսով եմ, որ մենք դեռ առիթ կունենանք անդրադառնալու։ Այս մարդահամարը, երբ որ ներկայացնում է Կյուրենիոսի եւ Օգոստոս Կայսեր թվականներ, եթե փորձենք համադրելու լինենք, ստանալու են Քրիստոսից առաջ 8-ից 4-րդ թվականների միջակայքում ընկած մի ժամանակահատված։ Այս է պատճառը, որ շատ անգամ մենք ասում ենք, որ Քրիստոսի ծնունդը իրականում ոչ թե 1 թվականն է, որ սխալ հաշվարկի արդյունք է, այլ 4 տարվա, 4-ից մինչև 8 տարվա տարբերություն կա, որը որ մեծ հաշվով իրականում ոչինչ չի փոխելու այն հանգամանքի մեջ, որ մենք գիտենք, որ խոսվում է Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին։ Ուրեմն ասում է նաև Ղուկասը, որ բոլորը իրենց գյուղաքաղաքներն էին գնում, իրենց հայրենի կալվածքներն էին գնում մարդահամարի մեջ արձանագրվելու համար։ Հետաքրքիր է, որ հռոմեական կայսրության մեջ օրենք կար, որ մարդահամարի ժամանակ պարտադիր չէր, որ որևէ մեկը գնար իր հայրական կալվածքը, իր ծննդավայրը, որտեղ որ գտնվում էր, այդտեղ պիտի մարդահամարը արվեր։ Բայց հрьяաների դեպքում խնդիրը մի փոքր այլ էր, որովհետև հрьяաները շատ լավ գիտեին իրենց ազգատողմերը, եւ մենք ավետարանում էլ տարբեր դրվագներում 5 տակարանում, տարբեր դրվագներում տեսնում ենք, որ հрьяայի համար բացառիկ կարևորություն ունի իր ազգային պատկանելությունը, իր ազգատողմը հստակ նշելը, շեշտելը, թե որտեղից է ծագում, իր հայրն ով էր, իր պապն ով էր, իր պապու պապն ով էր, որպեսզի ցույց տար, թե ինքը զտարյուն հրեա է, Տիրոջ կողմից ընտրված ազգի մի մասնիկ է, եւ քանի որ այս սովորությունը կար եւ ազգատողմերի ցուցակները սրբորեն պահվում էին, հռոմեացիները հрьяաների համար բացառություն էին արել, ինչպես որ այնտեղի կառավարիչներին էր հարմար, ասում էին, որ այդպես էլ կարող եք վարվել, որտեղ իրենց շատ ավելի հարմար էր, որ յուրաքանչյուր հрья գնար իր ծննդավայրը, իր հայրական կալվածքը եւ այնտեղ արձանագրվեր մարդահամարի մեջ, ինչպես որ անում է Հովսեփը։ Ղուկասը չի թաքցնում, շատ պարզ կերպով ասում է, որ նշանածի հետ գնաց Մարիամի հետ, քանի որ ինքը Դավթի տնից եւ Դավթի ազգատողմից էր Հովսեփը, իր նշանածի հետ միասին գնացին Նազարեթից դեպի ուրեմն Բեթխեհեմ, Դավթի քաղաքը, որ Բեթխեհեմ էր կոչվում։ Բեթխեհեմ, որ նշանակում է հացի տուն։ Այսօրվա պատկերացումներով մենք երբ որ մտածում ենք ճանապարհորդության մասին, այն դժվարություններն ու նեղությունները չենք ընկալում, չենք պատկերացնում, որ կային Քրիստոսի ծննդյան ժամանակներում։ Նազարեթից մինչև Բեթխեհեմ 120-130 կիլոմետր տարածք է, որը անցնելը այն ժամանակվա համար բավական բարդ էր։ Եվ եթե հատկապես հաշվի առնենք, որ այդ ճանապարհը անցնելու էր մի կին, որ հղիություն ուներ, պարզ է, որ շատ ավելի ծանր պիտի լիներ։ Եթե ամեն օր 8-ից 10 ժամ քայլելու լինեին եւ քարավանով անցնելու լինեին, 4-5 օրվա ընթացքում միայն կկարողանային կտրել այդ ճանապարհը, որ բավական ծանր եւ դժվար ճամփորդություն պիտի լիներ։ Ուրեմն մեր ընկալումները Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան դրվագները ընթերցելիս մի փոքր չեն համապատասխանում իրականությանը։ Չեն համապատասխանում նաեւ բուն ծննդյան դրվագին տրվող այսօրվա, այսպես ասենք, գունավոր պատկերացումները իրականության հետ։ Ինչու՞։ Որովհետեւ մենք կարդում ենք, որ Ղուկասն ասում է, երբ հասան Բեթխեհեմ, երբ հասան Դավթի քաղաքը, Մարիամի ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդրանիկ զավակին եւ խանձարորի մեջ փաթաթելով դրեց մսուրի մեջ, որովհետեւ Իջևանում նրանց համար տեղ չկար։ Այդ մենք ենք, որ այսօր Սուրբ Ծննդյան պատարագից առաջ մի քանի օր շարունակ, մեկ շաբաթ կամ ավելի ժամանակահատվածով եկեղեցիների բակերում զետեղում ենք ծննդյան մսուրը, որտեղ կա Հովսեփը, կա Մարիամը, կա նորածին Հիսուս, որտեղ հովիվների արձաններն ենք շատ անգամ զետեղում, որտեղ կան կենդանիները, որոնք այդ մսուրում պիտի լինեին, պայծառ է ամեն ինչ, շատ գեղեցիկ, ռոմանտիզացված է ամեն բան, բայց իրականությունը այդ չէր։ Իրականությունը լրիվ այլ էր։ Իրականությունը հետևյալն էր, մարդահամարի համար, երբ որ մարդիկ տեղափոխվում էին մի քաղաքից մյուս քաղաքը, կամ երբ որ մեծ տոներին այցելում էին Երուսաղեմ, գոյություն ունեին իջևաններ,
որոնք շատ պարզ, ամենապարզ հյուրանոցներն էին, հա, հյուրատները, որտեղ որ մարդիկ մի քանի օրով հանգրվանում էին, տոներին մասնակցելու կամ մարդահամարի մեջ արձանագրվելու եւ ապա հետ դառնալու իրենց բնակության վայրերը։ Եվ նույնիսկ այդպիսի մի պարզ հյուրանոց, այսպես ասենք, Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ժամանակահատվածում չգտնվեց, որովհետև հավանաբար մարդիկ շատ էին եւ բնակվելու, պատասպարվելու տեղ չունեին։ Եվ այս է պատճառը, որ Քրիստոս Մարիամի հետ, Ովսեփի հետ ստիպված է լինում հանգրվանել ոչ թե հյուրատանը, ոչ թե մի աղքատիկ տան մեջ, այլ մսուրում, որ եթե այսօրվա անկալելի բառով ասելու լինենք, պիտի ասենք գոմում, ախոռում, միտեղ, որտեղ որ պահվում էին ընտանի կենդանիները, որտեղ որ անասուններն էին կապված։ Եվ մսուր կոչվածը, որի մեջ դրվում է Տեր Հիսուս Քրիստոս, այլ բան չէր, քան այս կենդանիների կերակրի ամանը, կերակրի տաշտը կամ ավելին ասելու լինենք, կերակրի այն քարե տարան, որի մեջ լցնում էին հարթ, գարի, ցորեն, ինչ որ պիտի դային այդ անասուններին կերակրելու համար։ Քրիստոսի ծննդյան ժամանակ նույնիսկ մեկը չկար, որ օգներ, որովհետև Ղուկասը շատ հստակ ասում է 2-րդ գլխի 6 եւ 7-րդ համարների մեջ շատ պարզ ասում է, որ նա ծննդաբերեց, ծնեց իր անդրանիկ զավակին եւ որևէ մեկ չկար իր կողքին։ Խանձավորով փաթաթեց այնպես, ինչպես որ շատ անգամ մեզանում ընդունված էր մեր տատիկների կամ տատիկների կողմից, երբ որ նորածիններին փաթաթում էին, այսպես ասած բարուր էին անում, հա, հիմնական մի քանի պատճառներով, որ նախ ուղիղ լիներ երեխայի կառուցվածքը եւ որպեսզի նաեւ իրենց մատերով չճանկրեին իրենց, հա։ Սովորությունն այս էր, բայց փաթաթում էին այսպես ձիգ կապած, նույն կերպ վարվեցին Տեր Հիսուս Քրիստոսի հետ խանձարուրով, հավանաբար վուշե կտավով, որ ծակծկող եւ ոչ այնքան հարմարավետ մի զգեստ պիտի լիներ նորածնի համար եւ դնում են մսուրի մեջ։ Ուրեմն այսպես է ներկայացնում Ղուկաս ավետարանիչը Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը եւ սա շատ կարեւոր է ընկալել Օգոստոս կայսեր համեմատության մեջ, որովհետեւ Ղուկասի 2-րդ գլխի առաջին համարում խոսում է Օգոստոս կայսրի մասին, որը փառավոր կերպար է, որը իրեն աստվածացնելու ճանապարհն է ընտրել, որին որպես աստված նույնիսկ ընկալում էին եւ պաշտամունք կար արդեն Օգոստոսի հանդեպ։ Փառավոր պալատի մեջ հրաման արձակող եւ ամբողջ մի կայսրություն իրեն ենթարկեցնող մատի 1 ուրեմն շարժումով մի ամբողջ կայսրության մարդահամար հռչակող մեկն է Օգոստոսը, որի կողքին կա մեկ այլ չճանաչված թագավոր երկնքի եւ երկրի, որ ծնունդ է առնում եւ հանգրվանում իր առաջին իսկ օրերից ոչ թե փառավոր պալատներում ճոխության եւ արքայական վայելքների մեջ, այլ պարզ մի մսուրի մեջ, ախոռում, որտեղ որ սովորական մարդը դժվար թե կարողանար համաձայնվել իր կեցությունը ապահովելու համար։ Ահա այսպիսի իրավիճակի մեջ է ծնունդ առնում Տեր Հիսուս Քրիստոսը։ Ղուկաս ավետարանիչն ասում է ծնեց իր անդրանիկ զավակին, որը շատերի համար գայթակղության քար է եղել, հատկապես մեր բողոքական քույրերի եւ եղբայրների համար, որոնք որ ասում են, քանի որ շեշտվում է, որ անդրանիկ զավակներ նշանակում է դրանից հետո Հովսեփ եւ Մարիամը այլ զավակներ եւս ունեցան, ինչին որ համաձայն չէր մեր եկեղեցին եւ ավանդական բոլոր եկեղեցիները այս հանգամանքը շատ կարևոր կերպով շեշտում են, որ անդրանիկ ասելով երբևէ նկատի չուներ, որ հետո պիտի այլ զավակներ ունենային։ Նույն կերպ մենք ավետարանում ամենատարբեր հատվածներում կարող ենք կարդալ տեքստեր, որոնք մեզ մոլորության մեջ կգցեն, եթե տառացիորեն նայենք։ Օրինակ Մատթեոսի ավետարանի ավարտին ամենահայտնի տողերից մեկը, երբ որ ասում է «Եվ ահա ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը», երբ Տեր Հիսուս Քրիստոս ասում է, որ մեզ հետ է մինչև աշխարհի վախճանը, եթե բառացիորեն նույն այս տողի պես հասկանալու լինենք, եւ հարց է առաջանում, իսկ աշխարհի վախճանից հետո Տեր Հիսուս Քրիստոս մեզ հետ չէ արդյոք։ Բնականաբար մեզ հետ է, բայց այսպես է արտահայտվում շեշտելու համար, որ անգամ աշխարհի վախճանի ամենածանր իրավիճակում, երբ որ մենք պատկերացնում ենք երկրորդ գալուստ, դատաստան եւ այլ, մինչև այդ պահը անգամ Տեր Հիսուս Քրիստոս մեզ հետ է։ Նույնը նաեւ այս անդրանիկ զավակի հանգամանքն է։ Շեշտվում է ոչ թե ցույց տալու համար, որ հետո այլ զավակներ եւս կային, այլ շեշտվում է ցույց տալու համար, որ սա առաջինն էր, անդրանիկն էր
Եվ Անդրանիկն ու առաջինն է ոչ միայն իր մայրիկի համար, այլ բոլոր ծնունդների մեջ Տեր Հիսուս Քրիստոս, մանուկ Հիսուս իր ծնունդով առաջինը եւ ամենաբարձրն է։ Բեթղեհեմի իրարանցման մեջ, որտեղ որ վստահաբար հազարավոր մարդիկ նոր էին վերադարձել իրենց բնակավայրերից, նոր էին տեղ հասել մարդահամարի մեջ արձանագրվելու համար, նույն իրավիճակում Տեր Հիսուս Քրիստոս իր մայրիկի եւ Հովսեփի հետ միասին էր գտնվում եւ այդտեղ է որ ամենաաննկատելի, ամենաանսպասելի մի վայրում ծնունդ է առնում Տեր Հիսուս Քրիստոս։ Մենք շատ անգամներ մեր քարոզների մեջ, խորաններից խոսվող ճառերի մեջ հաճախ շեշտում ենք եւ ասում ենք այդ մսուրը մեր սիրտն է եւ արդյոք մենք մեր սրտերը պատրաստել ենք Տեր Հիսուս Քրիստոսին ընդունելու համար։ Ես այսօր ուզում եմ շեշտել ոչ թե մսուրը, այլ Բեթղեհեմը։ Բեթղեհեմը, որ հացի տուն լինելով այդ օրերին մեծ խառնաշփոթի մեջ էր եւ այնքան մարդաշատ, որ նույնիսկ տեղ չգտնվեց Տեր Հիսուս Քրիստոսին իջևան տալու համար։ Նույն կերպով մենք, երբ այսօրվա իրարանցումների, այս ինֆորմացիոն աննկարագրելի մեծ հոսքի, աշխարհի անելիքների, մեր զբաղվածության, մեր հոգսերի մեջ Բեթղեհեմն եմ ես ուզում ներկայացնել որպես մեր սիրտ ու հոգի, որտեղ որ շատ անգամ ամենատարբեր, երբեմն կարևոր, բայց շատ հաճախ ոչ կարևոր անելիքների մեջ մենք մոռանում ենք տեղ տալ Տեր Հիսուս Քրիստոսին, մենք մոռանում ենք տեղ տալ Աստվածայինին, մենք մոռանում ենք տեղ տալ Հոգևորին։ Ուրեմն Ղուկասի ավետարանի 2-րդ գլխի առաջին այս 7 համարները վերստին ինձ եւ ձեզ ամենքիդ մտածելու առիթ է տալիս։ Արդյոք մենք մեր առօրյա հոգսերի, մեր կենցաղային վազքի մեջ տեղ տալիս ենք Աստվածայինին, տեղ տալիս ենք Աստծուն, թե ոչ։ Ղուկաս ավետարանչի 2-րդ գլխի 21-ից 24-րդ համարներում ներկայացված է հիմնական 3 ծիսապաշտամունքային օրենքներ, որ որևէ արու զավակի ծննդյան հետ կապված հрьяաները սրբորեն պահպանում էին։ 21-րդ համարում շատ հստակ կերպով ասվում է. «Եվ երբ 8 օրերը լրացան, նա թլպատվեց եւ նրա անունը Հիսուս տրվեց, ինչպես որ կոչվել էր հրեշտակի կողմից, նախքան իր մոր որովայնում հղացվելը»։ 8-րդ օրը թլպատվելու մասին մենք նախորդիվ մանրամասն խոսելու առիթ ունեցել ենք, բայց այստեղ շատ հատկանշական է, որ Հիսուսի դեպքում եւս սա պահվում է։ Նախորդիվ այս դեպքից անմիջապես առաջ մենք հաջորդ հաղորդման մեջ տեսնելու ենք, որ հովիվներն են այցելում մանուկ Հիսուսին եւ պատմում են, խոսում են այն ամենը, ինչ որ հրեշտակների կողմից են լսել։ Դրանից էլ ավելի առաջ մենք գիտենք, որ Գաբրիել հրեշտակապետն է խոսել Մարիամին եւ ասել է, թե ով է լինելու իր զավակը։ Նույնը Եղիսաբեթն էր ասել մանուկ Հիսուսի ծննդյան մասին։ Եվ այդ ամենը իմանալով հանդերձ մենք տեսնում ենք, որ Հիսուս եւս ենթարկվում է օրենքին, չխախտելու համար ընդունված կարգը, չառանձնանալու համար եւ հարգանք ցուցաբերելու համար այն օրենքին, որը Աստուծո կողմից է տրված։ 22-րդ համարում շատ པարզ կերպով Ղուկասն ասում է, որ երբ որ նրանց մաքրագործման օրերը լրացան, Երուսաղեմ տարան մանուկ Հիսուսին Տիրոջը ներկայացնելու համար։ Մովսեսի օրենքի պահանջն էր սա։ Եվ ինչպես որ Տիրոջ օրենքում է գրված, ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի։ Ապա ներկայացվում է մեկ այլ օրենք, որ նորից շեշտվում է, ասում է, ինչպես որ Տիրոջ օրենքի մեջ է ասվում, հարկ էր ընծաբերել մեկ զույգ տատրակ կամ աղավնու 2 ձակ։ Ուրեմն այս 3 ծիսապաշտամունքային օրենքները գալիս են 5 տակարանից։ Թլպատության մասին խոսել ենք, նորից անդրադառնալու կարիք չկա, սրբագործման մասին կամ մաքրման օրերի մասին, որտեղ Ղուկասը երբ որ խոսում է այս մասին, ասում է նրանց, եւ այդտեղ հստակ է, որ խոսքը առաջնահերթ Մարիամի մասին է։ Ղևտացիների գրքի 12-րդ գլխի մեջ ենք կարդում այս մասին, որ երբ որ կինը ծննդաբերում էր եւ արու զավակ էր ունենում, 7 օր ինքը անմաքուր պիտի համարվեր եւ 8-րդ օրը պիտի թլպատեին երեխային, ապա դրանից եւս 33 օրեր անց նոր կինը պիտի համարվեր մաքրագործված եւ կկարողանար տաճար մտնել։ 40 օրեր տղայի համար էր պահվում, 80 օրեր
աղջիկ երեխաների համար էին պահվում։ Այո, այստեղ ժամանակակից ընկալմամբ խտրություն կա, բայց չենք մոռանում, որ այս օրենքները տրվում էին պատրիարխալ հայրիշխանական մի հասարակության եւ ժամանակաշրջանի մեջ, եւ բնական է, որ այսպես էլ պիտի լիներ։ Ուրեմն նախ եւ առաջ խոսվում է այս սրբագործման օրերի մասին, եւ դրանից հետո է որ տանում են տաճար Տիրոջը ներկայացնելու համար։ Մեկ այլ օրենք, որտեղ որ հստակ շեշտում է, որ ամեն արուզավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի, գալիս է Ելք գրքից, Ելից գրքից, այստեղ արդեն 13-րդ գլուխը, եթե կարդալու լինենք, պիտի տեսնենք, որ Աստված Մովսեսի միջոցով իր ժողովրդին ասում է, որ բոլոր արուզավակները, բոլոր առաջին զավակները, անդրանիկները պիտի Տիրոջը ընծայվեին եւ Տիրոջ համար պիտի լինեին։ Մենք նախորդիվ խոսել ենք սուրբ լինելու մասին եւ շեշտել ենք, որ սուրբ լինելը ոչ միայն վարքով, բարքով, կենցաղով, մաքուր լինելու մասին էր, այլ նաեւ ընտրյալ կամ որևէ գաղափարի, որևէ երևույթին նվիրված լինելն էր խորհրդանշում։ Ուրեմն այստեղ սուրբ լինելը, Տիրոջ համար սուրբ կոչվելը Տիրոջը նվիրված, Տիրոջը ընծայված լինելու մասին էր։ Հստակ Ելք գրքի 13-րդ գլխում։ Նույնիսկ ասվում է, որ մարդ թե անասուն, մարդ թե կենդանի, բոլորի առաջնածինները նվիրաբերվում էին Տիրոջը։ Եվ այս օրենքով կարծես թե Աստված մեկ անգամ եւս հрьяաներին ուզում էր բացատրել եւ հрьяաների միջոցով նաեւ ամբողջ աշխարհին, բոլոր մարդկությանը բացատրել, որ ձեր կյանքը ինձ է պատկանում։ Բայց երբ որ ասում են պիտի Տիրոջը նվիրաբերվի, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի, եւ բնական է, որ չէին նվիրելու կամ չէին զոհաբերելու։ Եվ այստեղ շատ հետաքրքիր մեկ այլ օրենքի ենք մենք հանդիպում, որի մասին նույն Ղուկաս ավետարանիչը իր 24-րդ համարում է ասում 2-րդ գլխի, որ օրենքի համաձայն հարկ էր ընծա տալ մի զույգ տատրակ կամ աղավնու 2 ձակ։ Սրա մասին մենք կարդում ենք Վերստին 5 տակարանի օրենքների մեջ, Թվոց գրքի 18-րդ գլխի 16-րդ համարում։ Դրանից առաջ այդ գլխում խոսվում է քահանաներին, ղևտացիներին, ուրեմն տրված պարտավորությունների մասին, թե ինչ իրավունք ունեին, ինչներ իրենց պատկանում, եւ երբ որ խոսվում է անդրանիկների մասին, որոնք նվիրված էին, առանձնացված էին Տիրոջը պատկանելու համար, այնտեղ 18-րդ գլխի 16-րդ համարում խոսվում է հետգնման մասին։ Այդ կյանքը Տիրոջից կարծես թե գնելու, այդ շնորհը ստանալու համար զոհաբերության մասին, նվիրատվության մասին, եւ այնտեղ ընդամենը 5 սիկր արծաթի մասին է խոսում, որ մեծ ուրեմն գումար չէր, բայց ամեն դեպքում խորհրդանշական մի արժեք էր, որ պիտի տրվեր եւ որը Վերստին պիտի խորհրդանշեր, պիտի ցույց տար, որ բոլոր կյանքերը պատկանում են Տիրոջը։ Այս հատվածի համար ես պարզապես կարող եմ Վերստին հիշեցնել եւ շեշտել պարզ մի հանգամանք, որ Տեր Հիսուս Քրիստոս չմերժեց եւ Մարիամն ու Հովսեփը եւս չզլացան պահել այն օրենքները, որոնց որ ենթարկվում են բոլոր սովորական մարդիկ, անկախ այն հանգամանքից, որ Հիսուս սովորական մեկը չէր, անկախ այն հանգամանքից, որ մենք այստեղ գործ ունենք ամբողջ տիեզերքի, ամբողջ արարչության Տիրոջ հետ, Աստուծո Որդու Տեր Հիսուս Քրիստոսի հետ։